Երեք խորհրդարանի ամբիոնից Տարոն Չախոյանը ձեր թիմակից հայտարարեց, որ իրավապահ համակարգում կան մարդիկ, որոնք ծառայություններ են մատուցում Քոչարյաններին եւ նրանց ընտանիքին, եւ մենք կտրելու ենք նրանց ձեռքերը։ Նախ ուզում եմ հարցնել, որտեղից այդ տեղեկությունը, դուք կոնկրետ տեղեկությունների տիրապետում եք եւ երբ եք պատրաստվում կտրել նրանց ձեռքերը, եւ ուզում եմ ասել, որ ստացվում է դուք 8 տարի լինելով երկրի իշխանության չեք կարողացել ստեղծել, իրականացնել իրականում դատական համակարգում այնպիսի բարեփոխումներ, որ հնարավոր չլինի այդպիսի, այսպես ասած, սլիվներ անել նախկին իշխանության ներկայացուցիչներին, համեմատում են օրինակ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դեպքերը, ասում են նրանց երկուսի նկատմամբ 2018-ից հետո քրեական հետապնդումներ հարուցվել են, քրեական գործեր եղել են, բայց ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանը գեթ 1 օր չի եղել անազատության մեջ։ Ասում են իշխանությունը ձեզ փոխանցելուց առաջ դուք նրան տվել եք երաշխիքներ։ Ինչ երաշխիքներ եք դուք տվել Սերժ Սարգսյանին, պարոն Փաշինյան, ինչպես նաև ուզում եմ ասել, որ հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանը եւ հեղափոխությունից հետո այդ երաշխիքները, որ տվել եք Սերժ Սարգսյանին, դրանց վերաբերյալ կոնկրետ ձեր ընդդիմախոսներն են մեջբերումներ անում, հիշատակում են այդ երկու դեպքերը եւ լավ, այս երկու հարցին պատասխանեք։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը նույն մաֆիայի պարագլուխներն են եւ նրանք պետք է պատասխան տան հավասարապես։ Ինչ է տակրում, լսեցիք ինչ ասացի։ Լսեցիք, ինչ տեղի ունենա Ռոբերտ Քոչարյանի հետ, Գագիկ Ծառուկյանի հետ, պետք է տեղի ունենա նաեւ Սամվել Կարապետյանի հետ եւ Սերժ Սարգսյանի հետ։ Պարզա, տեղ թողեցի, դավադրության տեղ թողեցի, բա ես էլ եմ այդ հարցնում, ասում եմ, լսեք, ոնց է, չեք կարողացել, այո, որովհետև Հայաստան մենք հարգել ենք և հարգում ենք իրավակարգը, որովհետև դատա իրավական համակարգը անկախ է, որ իմ ձեռն ելներ իմ որոշումների, իրանք 2018 թվի մայիսի 10-ին շուտ է, 2018 թվի ընթացքում բոլորը նստած կլինեին մինչև այսօր։ Մի 2 տարի հետո պայմանական վաղաժամկետով դուրս գալու ժամկետը կարող է լրանալ։ Եթե իմ, ինչպես դուք եք նշում, գործունեության բանը լիներ, ոլորտում լիներ, բա Հայաստանում մենք ասել ենք, չէ, հարգում ենք իրավակարգը, անկախ է։ Դատախազությունը անկախ է, թող նախկին գլխավոր դատախազը ասի, որ տենց չի եղել։ Թող որևէ մեկը ասի, տենց չի եղել։ Մենք ֆինանսավորում ենք ավելացրել, աշխատավարձ ենք ավելացրել, ինչ որ պետք է տվել, բայց էլ եմ հարց տալիս։ Ոնց է գնում, որ մի հատ խեղճ ու կրակի բռնում են, տանում են 20 տարի նստացնում են, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը արդարացվում են Հայաստանի դատական համակարգով։ Ոնց, ձրի։ Ոնց է ալնում, որ Գագիկ Խաչատրյանը դատվում է, դատավորը լկտիաբար այնքան դատը բան է անում, հետաձգում է, որ ինքը թոշակի գնա, որ այդ ամբողջ իրավական պրոցեսը զրոյանա, ձրի, լուրջ եք ասում։ Հիմա եթե հրահանգի հարցա, ես դատա իրավական համակարգին ոչ թե հրահանգում, այլ պահանջում եմ։ Մանավանդ որ այդ դատավորը արդեն թոշակի է գնացեք իրա եւ իրա ընտանիքի ամբողջ ունեցվածքը նայեք։ Հայաստանում, Հայաստանից դուրս։ Մենք հիմա միջազգային հակակոռուպցիոն ցանցերի հետ համագործակցում են Հայաստանի իրավապահ համակարգը։ Գնացեք այդ դատավորի իր ազգականն, ինչով են զբաղվում։ Կարող է պարզվի էլի տաղանդավոր բիզնեսմեններ են, ամեն մեկը միլիոնատեր եւ միլիարդատեր։ Բոլորի հետևից գնալու ենք։ Բոլորի հետևից պետք է գնանք, բոլորի հետևից։ Իրանց զոքանչների, քենիների, աներձակների, բոլորի հետևից գնալու ենք։ Պետք է բացատրություն տան։ Ինչ են հանցագործները դեմս Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ։ Ինչի։
Ես եմ ասել, որ ազատության մեջ պետք է լինեն։ Ժողովուրդը կասկածում է, թե ես իրանց հետ կուլիսային գործարքների մեջ եմ։ Եռագլուխ, քառագլուխ, որ եռագլուխ ասում ենք, ում ենք հաշվում 1 2 3, իրականում հնգագլուխը Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան եւ Կտրիչ Ներսիսյան։ Ժողովուրդ ջան, ես ինչ ասեցի, ինչ նորություն կա։ Քարքինան թարմացրել այդ թեման, շատ հստակ տասնյակ անգամներով բացատրեցի։ Հայաստանի Հանրապետության շահերից եւ ինքնիշխան տարածքի հետ կապված որևէ զիջում բացառում եմ։ Եթե որպես զիջում նկատի ունեն Ղարաբաղի հարցը, ել եմ ասում, հպարտեմ, որ Հայաստանին եւ հայ ժողովրդին այդ թակարդից հանել եմ։ Հպարտեմ։ Ձեռքերը կտրելու։ Բառից փոխաբերական իմաստով կիսում եմ այդ տեսակետը։ Դրանց խլուրդ են ասում, չէ՞, իրավապահ համակարգում խլուրդ, որ ներսից ինֆորմացիա դուրս տալի։ Չկասկածեք, իրանց հետևից է։ Ես ասացի արդեն, չէ, ասի չեմ նախանձում իրանց։ Որովհետև այո, պետության ու ժողովրդի 8 տարվա զայրույթը իրանցից հանելու ենք, իհարկե, որևէ ապօրինի բան չանելով։ Ու ես իրավապահ համակարգի առաջ դրել եմ, այդտեղ դրել եմ խնդիր, ասել եմ գտեք։ Եթե կոնկրետ ժամկետում չգտաք, ուրեմն բոլորը լինելու են ես համար, ում նայեմ ասելու եմ ուրեմն ինքն է։ Ունդեղ որտեղ իմ որոշումների տիրույթում է, որոշումներ եմ կայացնելու։ Ուղղակի։ Չգիտեմ ինչ ընթանում, ինչ է տակրում, ինձ պետք են անուններ եւ ապացույցներ։ Եթե այդ անուններն ու ապացույցները չեղավ, ես ուղիղ ասում եմ իրավապահ համակարգի իմ որոշումների տիրույթում գտնվող հատվածում զանգվածային ազատումներ են լինելու, այլ որ չասեք, զանգվածային, մտնելու եմ շենք, ով աչքից դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու ազատելու, սպառնում եմ, ահա որ սաստիկ ձևի սպառնում եմ, սաստիկ, չկատակ չեմ անում, բոլոր հնարավոր, ասացի, որ ով իմ որոշման տիրույթում է, լսեցիք, ասում եմ, ով իմ որոշումը, ես դատախազ չեմ նշանակում ազատում, ով իմ որոշման տիրույթում է, կամ ես եմ նշանակում, կամ նշանակում է նա, ում ես եմ նշանակում, զանգվածային այդ տեսեք ուղիղ ասում եմ, ու ժամանակը գնում է, այդ ինֆորմացիա արտահոսքի աղբյուրները չեղավ, զանգվածային ազատումներ են լինելու համակարգում, են կանխավարկածով, որ ոնչ էլ լինի, դա ազատվածների մեջ կլինի։